Չկորցնենք ժամանակը, շարունակենք, ես ինչպես նշեցի ամենասկզբում, Գևորգի դեպքում Օրբելյան, որ մենք ունենք ֆանտաստիկ հյուրեր, ֆանտաստիկ էներգիայով, հաջորդ հյուրը եւս չի տարբերում էներգիայով, որովհետեւ դրական է, ուժեղ է եւ շատ լավ ու հենց նման մարդկանց շնորհիվ է, որ մեր երկրում ամեն բան հիանալի է։ Տարբեր բնակավարներում։ Լավ, անցնենք առաջ։ Եվ այսպես, նախ եւ առաջ խոսենք թեմայի մասին, մշակույթների երկխոսություն հիմնադրամը մշակութային ուղղվածություն ունեցող ոչ կառավարական եւ ոչ առևտրային հիմնադրամ է։ Այն հիմնադրվել է եւ գրանցվել է Հայաստանի մայրաքաղաք Երևանում 2012 թվականի հունիսի 15-ին եւ տարիներ շարունակ գեղարվեստական տպագրության Երևանյան միջազգային բիենալեի եւ տարատեսակ ցուցադրությունների միջոցով մշակութային կամուրջներ է ստեղծում Հայաստանի եւ այլ երկրների միջև։ Տարին սկսվել է շատ ակտիվ եւ արդեն իսկ եղածու սպասվող միջոցառումների մասին խոսենք մեր հյուրի հետ։ Մեր հյուրն է մշակույթների երկխոսություն կազմակերպության հիմնադիր նախագահ, գեղարվեստական տպագրության Երևանյան միջազգային բիենալեի հիմնադիր, միջազգային ժյուրի անդամ, Հայարտ կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, արվեստագիտության մագիստրոս Սոնա Հարությունյան։ Շքեղ ֆանտաստիկ հյուր ունենք այսօր։ Շնորհակալ ենք, որ ժամանակ եք գտել, որովհետեւ գիտեմ, որքան գերծանրաբեռնված գրաֆիկով եք աշխատում ու առավոտյան գտնել ժամանակ գալ հյուր TV, դա իսկապես շատ բարդ է։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալություն հրավերի համար։ Շատ լավ։ Ես գիտեմ, որ նախ եւ առաջ ինչ կանդրադառնանք մեր մնացած թեմաներին, իհարկե եթե կհասցնենք։ Հայարտում գիտեմ, որ մեկնարկել են շատ կարևոր բարեփոխումներ, բարեկարգման աշխատանքներ են, ինչը շատ կարևոր է։ Արդյոք ավարտին մոտեցել են աշխատանքները, ինչով կզարմացնենք, ինչով կգրավենք կրկին, Հայարտի միշտ գրավել է, բայց կա ինչ-որ նոր հնարավորություններ, ինչ-որ նոր համալրումներ, թե տեխնիկապես, թե այլ հնարավորություններ ունենք, ինչի մասին է խոսքը։ Շնորհակալ եմ այս արդիական հարցի համար։ Հայարտ կենտրոնը 2024 թվականի ապրիլից մեկնարկել է նոր ռազմավարության իրականացումը եւ մեր ողջ անձնակազմը, որը նոր է, ձևավորվել է 1.5 տարվա ընթացքում, հետամուտ է եղել այդ նոր ռազմավարության իրականացմանը։ Եվ առաջի քայլերը, որոնք մենք ձեռնարկեցինք, վերաբերում էին ճարտարապետական կառույցի երբեմնի դիմագծի վերականգնմանը։ Առաջի քայլը ուղղված էր ապակեպատ հատվածի ապամոնտաժմանը, ինչպես ասել եմ արդեն փոփոխությունները, ըստ միայն ներսի փոփոխություններ։ Նաև արտաքին, առաջի հերթին սկսեցինք արտաքին փոփոխություններից, որովհետև մեր համաքաղաքացիները, հատկապես այն սերունդը, որը ձևավորվել է վերջի 30 տարիների ընթացքում, չգիտեր այն մասին, թե ինչպիսին է եղել բուն տեսքը Հայարտի որպես ճարտարապետական կառույց, եւ մենք երբ ապամոնտաժեցինք ապակեպատ հատվածը, որի ներքո կարելի է ասել, որ բանտարկված էին այդ 5 գլանները, բոլորի մոտ շատ մեծ զարմանք առաջացավ, որովհետև առաջի անգամ իրենք տեսան ազատագրված գլաններ, որոնց ներքևի ստորին հատվածով կարելի է անցնել եւ կարելի է նաեւ հանրային տարածքի մի մաս համարել, քանի որ 30 տարի շարունակ այդ հանրային տարածքը, որը նախատեսված է եղել Ջիմ Թորոսյանի եւ Գևորգ Արամյանի կողմից որպես հանրության համար, հասարակության համար, այդտեղ բնակվող մարդկանց համար տարածք, որի միջով իրենք կարող են շրջել եւ վերջապես կարող են գնալ տուն, այդ տարածքի միջով դա եղել է փակված հանրությունից եւ ինչպես ճարտարապետներից մեկը, ում հետ որ մենք համագործակցում ենք, Արմինե Սնխչյանը ասեց, վերջապես այդ հանրային տարածքը վերադարձրեցինք հանրությանը։ Դա առաջի քայլն էր, բնականաբար այդ քայլից հետո արդեն հարց բարձրացավ, իսկ ինչ պետք է անել այն ապօրինի պատերի հետ, որոնք որ շարունակում են բանտարկված պահել այդ գլանները եւ Երևանի քաղաքապետարանի եւ կենտրոն համայնքապետարանի վարչական շրջանի ղեկավարի օգնությամբ հնարավոր եղավ այդ ապօրինի կառուցված պատերի անպամոնտաժման աշխատանքները մեկնարկել։ Այդ աշխատանքները դեռ ընթացքում են, մեծ հատվածը արդեն կատարվել է, բայց մենք արդեն մոտենում ենք ավարտի։ Միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ քանի որ Հայարտը այն ժամանակ հիմնադրման ժամանակակից արվեստի
թանգարանի մասնաճյուղը, քանի որ հիմնադրվել է 1985 թվականին, անցյալ տարի տոնում էր իր 40-ամյակը եւ 40-ամյա հոբելյանի շրջանակում Երևանի քաղաքապետարանը իդեմս պարոն Ավինյանի նաեւ հատկացրեց ֆինանսական աջակցություն, որպեսզի վերջապես 30 տարի անց վերանորոգվի կառույցի տանիքը։ Եվ այսօր մեծ ուրախությամբ պետք է մեր քաղաքացիներին տեղեկացնեմ այն մասին, որ Հայարտ կենտրոնի տանիքը վերանորոգված է եւ այլևս այդ անձրևաջրերի հոսքերը չեն խոչընդոտի ցուցահանդեսներին կամ որևէ այլ նախագիծ իրականացման համար։ Այսպիսով ինչպես արդեն բարձ է դառնում վերջին 2 տարիների ընթացքում անդադար աշխատում ենք որպեսզի հնարավորինս արագ կարողանանք վերականգնել ճարտարապետական դիմագիծը, քանի որ իմ կարծիքով մենք 30 տարի կորցրել ենք եւ հիմա ժամանակ չունենք այլևս հապաղելու եւ շատ ուրախ եմ եւ մեր ողջ անձնակազմն է ուրախ, որ մեր այս նախաձեռնություններում մեզ սատար է կանգնում ինչպես Երևանի քաղաքապետարանը, այնպես էլ կենտրոն վարչական շրջանի ղեկավարը։ Գիտեք ինչ հաճելի է նման բան լսելը, որովհետև իմ կարծիքով մեր հեռուստատողների շատերը կփաստեն, որ մի շատ երկար ժամանակ այնպեսի տպավորություն է, որ այդ շենքը ինչ որ թաքնված, անհասկանալի, փակված, ինչ որ, ասես չգիտեմ, անհասկանալի էր ամեն բան ու այս ամենը լսելը միայն ողջունելի է ու կարծում եմ դա հաղթանակ է բոլորիս համար։ Իհարկե, եւ մեծ նվեր է քաղաքին։ Միանշանակ։ Մենք պատիվ ենք ունեցել բարգարժան հյուրեր, կարծում կհիշեք, երբ որ Իսլանդիայից հյուրեր ունեցանք, Ռոզա Գիսլադոտիրներ եկել մեր մոտ, կրկին մեր եթերը չբավականացրեց նրանց հետ խոսելու, իր ամուսնու հետ խոսելու, որովհետեւ այնքան հետաքրքիր էին նրանք, որ իրենց հետ խոսելը միմիայն հաճույք էր ու այն թեմաներին, որոնք մեր անդրադառնում ենք ի շնորհիվ Հայարտի, մշտապես պետք է լինի այս կապը ու Հայարտը նաև անում է այն Հայաստանը տանելով դուրս եւ Հայաստան է բերում այնպիսի տաղանդավոր մարդկանց, որոնք իրենց հետ են տանում, իրենց հոգում տանում են Հայաստանը եւ պատմում Հայաստանի մասին, ներկայացնում Հայաստանը։ Սա իմ կարծիքով Հայարտի երևի ամենակարևոր մեծ մեղքն է, ամենամեծ շեշտադրումն է, մեծ նպատակն է մաքսիմալ հնարավորինս տարածել Հայաստանը, Հայաստանի մասին մեր մշակույթը։ Եվ սկսած Իսլանդիայից, վերջացած նրանով, որ Ավստրիայից շատ կարևոր հյուրեր ունեցանք ու հարցերը շատ են եկեք այս ամենին անդրադառնանք հետո Սիրով ճիշտ եք նկատել, քանի որ Հայարտի նոր ռազմավարության առաջնայնություններից մեկը դա անվանի արվեստագետների միջազգային ճանաչում վայելող արվեստագետների ներկայությունն է Հայաստանում։ Մենք այդ նոր ռազմավարության մշակման պահից ի վեր հետամուտ ենք լինում անվանի արվեստագետների նախագծերի իրականացմանը Հայաստանում եւ այս տարի մայիսի 11-ին պատիվ ունեցանք Հայարտ կենտրոնում բացել իսլանդացի ճանաչված արվեստագետ Ռոզա Գիսլադոտիրի ժամանակի արտացոլանքը լայնածավալ ցուցահանդեսը, ինչու եմ ասում լայնածավալ, որովհետև այդ ցուցահանդեսը սփռված է բոլոր գլաններով, այսինքն թանգարանի ողջ տարածքով եւ բացի դրանից ոչ միայն ներքին սրահներում, այլ նաեւ այդ ապամոնտաժված հատվածում գլանների տակ բաց հատվածում, բացօթյա միջավայրում գտնվում են նաեւ 5 մեծածավալ քանդակներ, որոնք իսլանդացի արվեստագետը նվիրաբերել է Երևան քաղաքին եւ այդպիսով արդի արվեստի կենտրոնին եւ դրանով մենք համալրել ենք մեր հավաքածուն։ Սա շատ կարեւոր քայլ է, կարծում եմ, որովհետեւ չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո Հայարտ կենտրոնում այսպիսի իրադարձություն չի իրականացվել եւ այն փաստը, որ Ռեյկյավիկից Երևան ժամանում են այդպիսի մեծածավալ քանդակներ եւ դրանք նվիրաբերվում են քաղաքին, սա ուշադրության արժանի է եւ մեծ գնահատանքի է արժանի, քանի որ այդ արվեստագետի աշխատանքները գտնվում են երկրագնդի տարբեր քաղաքներում, բավական է միայն նշել Հռոմում Ռոզա Գիսլադոտիրի մեծադիր քանդակների տեղադրման այդ փաստը, որը մեծ շուկով նշվեց Հռոմի քաղաքապետարի ներկայությամբ նաեւ եւ այն փաստը, որ Հռոմին զուգահեռ նաև Հռոմից հին
քաղաքում Երևանում նաև տեղադրվում են Ռոզա Գիսլադոտիրի աշխատանքները, ես կարծում եմ, որ մենք կարող ենք հպարտ լինել, որ կարողացել ենք իրականացնել այդ գաղափարը եւ 3 օր է ինչ ընթանում է այդ ցուցահանդեսը, բայց մեր համակարգացիները արդեն մեծ հետաքրքրությամբ այցելում են եւ հետո լուսանկարվում են այդ քանդակների կողքին եւ մենք արդեն ունենք շատ մեծ արձագանք, որ բոլորը շատ ողջունում են այն փաստը, որ այդ տարածքը սկսել է ապրել եւ ապրում է այդ արվեստի գործերի շնորհիվ եւ կարծում եմ հատկապես կարեւոր է, որ նաեւ միջազգային արվեստագետներին է հնարավորություն տրվում Հայաստանում իրենց ստեղծագործ միտքը իրականացնել, որովհետեւ սովորաբար միջազգային արվեստագետները ցուցադրվում են եվրոպական տարբեր երկրներում, Հայաստանը իրենց համար հայտնագործություն է եւ ինչպես դուք ասացիք, մենք փորձում ենք ամեն բան անել, որպեսզի հնարավորինս շատ Հայաստանի մասին լսեն, հնարավորինս լավ ճանաչեն հայ արդի արվեստը եւ հնարավորինս շատ բան տանեն Հայաստանից իրենց հետ։ Ժամանակներ էին, երբ մենք ցանկանում ենք, որպեսզի հայ արդի արվեստը տանենք եւ Հայաստանի սահմաններից դուրս ներկայացնենք եւ մշակույթների երկխոսություն կազմակերպության առաջնայնություններից մեկը դա էր հայ արդի արվեստի հանրահռչակումը, բայց արդեն 15 տարի հետո եկել է այն ժամանակը, կարծում եմ ես, որ մենք պետք է Հայաստան բերենք այդ արվեստը, որովհետև միջազգային արվեստը նկատի ունեմ, որովհետև հայաստանյան միջավայրում նույն այդ միջազգային արվեստագետները եւ իրենց աշխատանքները այլ կերպ են դիտվում եւ այլ շունչ են հաղորդում հայաստանյան միջավայրին։ Հունվար փետրվարն էր շատ հագեցած, խոսքը գրում է ճապոնական արվեստի ինքնցիլքի մասին, Երևան-Լայպցիգ մարտ ամիս եւ այսպես հագեցած տպավորիչ գնումը ինձ հետաքրքիր է նաեւ ավստրիացի մեր ընկերների գործընկերների այցելությունը Հայաստան, որը որ նաեւ տվեց հնարավորություն ներկաների հյուրերի հետ հարց ու պատասխանի, փորձի փոխանակման եւ շփման, ինչ է դա տալիս, հա, եւ կարծում եմ դա արդեն մշտական բնույթ կկրի, անկախ նրանից որ երկրի մշակույթը որ կբերեք Հայաստան։ Ինչ շատ հաճելի է, որ դուք այդպես լավ տեղեկացված եք մեր գործունեության մասին, շատ բազմազան ցուցահանդես էր, հայ-ավստրիական ցուցահանդեսը, որը եւս առաջի անգամ իրականացվեց Հայաստանում, 22 հայ արվեստագետ եւ 22 ավստրիացի արվեստագետ էին մասնակցում այդ ցուցահանդեսին։ Մենք ցանկացանք ներկայացնել ինչպես գրաֆիկական աշխատանքներ, գեղարվեստական տպագրության թերթեր, այնպես էլ գեղանկարչական աշխատանքներ եւ իսկ ավստրիացիները ներկայացել էին գեղարվեստական տպագրության աշխատանքներով, այստեղ նաև այդպես մի պրակտիկ խնդիր կար, որովհետև գեղանկարները տեղափոխել Ավստրիայից Հայաստան շատ ավելի բարդ է եւ շատ ավելի ժամանակատար գործընթաց է պահանջում։ Մենք ներկայացրեցինք 22 գեղարվեստական տպագրության ոլորտում ստեղծագործող արվեստագետներ ավստրիացի, իրենցից շատերը ժամանել էին Երևան եւ արդի արվեստի կենտրոնում կայացավ հանդիպում եւ հարց ու պատասխան, արվեստագետների հետ հանդիպում եւ հայ արվեստագետներին ընձեռնվեց հնարավորություն ուղղել իրենց հարցերը եւ մասնագիտական հմտություններով կիսվել ավստրիացի արվեստագետների հետ եւ իհարկե ավստրիացիների համար էլ շատ հետաքրքիր էին հայ արվեստագետները եւ իրենց համար առաջի անգամ էր այս հնարավորությունը ծանոթանալ անձամբ հայ արվեստագետների հետ։ Իհարկե այստեղ պետք է նշեմ անպայման, որ այս նախաձեռնությունը իրականացվում էր Xylon Austria այդ միջազգային կազմակերպության նախագահ Մանֆրեդ Էգերի կողմից 2023 թվականին, երբ մշակույթների երկխոսություն կազմակերպությունը իրականացնում էր 4-րդ միջազգային բիենալեն գեղարվեստական տպագրության, Մանֆրեդ Էգերը այդ բիենալեի մասնակից արվեստագետն էր եւ նա ժամանել էր 23-ին Հայաստան։ Սա եւս այն վառապացույցն է եւ
երբ միջազգային արվեստագետները գալիս են Հայաստան, ինչպես են ողջևորվում եւ ինչպես են ցանկանում այդ համագործակցությունը շարունակել։ Եվ 23 թվականին Մանֆրեդ Էգերը հետամուտ եղավ ավստրիական Klagenfurt եւ Innsbruck քաղաքներում հայ ժամանակակից արվեստի հանրահռչակմանը եւ մենք անցյալ տարի ապրիլին եւ մայիսին ներկայացրեցինք հայ գեղարվեստական տպագրության ներկայացուցիչներին այդ երկու ավստրիական քաղաքներում եւ այս տարի արդեն պատասխանայցով հյուրընկալեցինք ավստրիացիներին։ Ցավոք սրտի ժամանակը շատ քիչ է, իրականում ահռելի մեծ աշխատանք եք արել, շատ արագ եթե հնարավոր է, հա, խոսենք առաջիկայում սպասվող նոր միջազգային համագործակցությունների կամ որ երկրի մշակույթն եք բերելու այստեղ։ Մեծ սիրով շատ շուտով ներկայացնելու ենք Փարիզից ժամանելու է մի շատ կարևոր լուսանկարիչ եւ ներկայացնելու ենք իր ցուցադրությունը եւ իր հավաքածուն, միևնույն ժամանակ Արդի արվեստի կենտրոնը, ասում եմ Արդի արվեստի կենտրոն, որովհետեւ շատ շուտով հայ արտը վերանվանվելու է եւ մենք կոչվելու ենք Արդի արվեստի կենտրոն եւ Արդի արվեստի կենտրոնը հետամուտ կլինի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովի իրականացմանը։ Դրա շրջանակում արդեն 20 երկրից ունենք հաստատում՝ Շվեյցարիա, Հունգարիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, Մեծ Բրիտանիա, հյուրընկալելու ենք շուրջ 20 լավագույն լուսանկարչական թանգարաններին ներկայացուցիչներին, տեղի է ունենալու շատ մեծ համաժողով, միևնույն ժամանակ մեծ ցուցահանդես, որը նվիրված է լինելու հայ գեղարվեստական լուսանկարչության հիմնադիրներից Գագիկ Հարությունյանի 80-ամյակին եւ նվիրված է լինելու Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին, քանի որ այս տարի մեր հանրապետությունը տոնում է իր անկախության 35-ամյակը սեպտեմբերի 21-ին։ Շնորհակալ եմ մեր կոորդինատոր Մարինեին ուզում շնորհակալություն հայտնել մեր ֆանտաստիկ հյուրերի համար, շնորհակալություն ձեր էներգիայի, շնորհակալություն այն ամենամեն ինչ որ դուք անում եք ու ահռելի մեծ աշխատանք եք անում, ու շնորհակալություն որ համեստ դուք ձեր սիրուն գործը անում եք, վստահ լինելով որ սա ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման, մշակույթի, մեր կապերի ստեղծման երկիր մոլորակետ ու նույնիսկ ամենահեռու տեղում Հայաստանի մասին կլսենք խոսեն ձեր շնորհիվ, հայ արտի շնորհիվ, շնորհակալ ենք շատ։ Շնորհակալություն նմանապես։ Ձեզ լավ օրենք մաղթում, իսկ մեր հյուրները եւս մեկ անգամ հիշեցնեմ մշակույթների երկխոսություն կազմակերպության հիմնադիր նախագահ Գեղարվեստական տպագրության Երևանյան միջազգային բիենալեի հիմնադիր միջազգային ժյուրի անդամ Հայ արտ կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար արվեստագիտության մագիստրոս ֆանտաստիկ Սոնա Հարությունյանն էր։ Այս եւ այլ հարցազրույցները կարող եք դիտել կենտրոն հեռուստաընկերության YouTube-յան պաշտոնական ալիքում, իսկ ձեզ լավ օրենք մաղթում։ Մնացեք մեզ հետ։